Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը արտաքին գործերի եւ առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկու գլխավորությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային օրակարգի արդիական հարցերը։ Բայրամովը Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրողությունների, Բաքվի եւ Երևանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ վերջնական խաղաղության կնքմանը խոչընդոտող գործոնների, Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքների պահանջների եւ ԵՀԿ-ի Մինսկի խմբի լուծարման հարցի մասին։ Սահմանադրության ընդունման 30-ամյակին Ադրբեջանը միջազգային ասպարեզում չլուծված խնդիրներ չունի, հայտարարել է ֆինանսների առաջին փոխնախարար Անար Քերիմովը։ Բաքվի պետական համալսարանում կայացած սահմանադրությունը մեր պետության անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության կարևոր իրավական հիմքը թեմայով միջազգային կոնֆերանսում։ Նրա խոսքով 3 տասնամյակների ընթացքում Ադրբեջանի սահմանադրությունը դիմացել է բազմաթիվ մարտահրավերների եւ ամուր հիմք է դրել հասարակության կայուն զարգացման համար։ Բաքվի ռազմական դատարանում դատավարության ժամանակ ցուցադրվել են տեսանյութեր, որոնք վկայում են, որ մեղադրյալ Արկադի Ղուկասյանը Շուշայում է եղել դրա օկուպացիայից անմիջապես հետո։ Ինչպես հաղորդում է Ազերթաջը, տեսանյութերի ուսումնասիրության ժամանակ պետական մեղադրող կողմը ներկայացնող դատախազները հայտարարել են, որ այդ կադրերը նկարահանվել են Շուշա քաղաքի օկուպացումից անմիջապես հետո եւ հարցեր են ուղղել Ղուկասյանին։ Հարցերին պատասխանելով մեղադրյալը թվարկել է տեսանյութում պատկերված անձանց անունները, ովքեր իր հետ էին Շուշայում։ Կենտրոնում վարորդն է քաղաքացիական հագուստով, իմ ետևում Օլեգ Իսանյանն է կոստյումով։ Ես էտին պլանում տեսնում եմ Արմեն Իսագուլովին, երկրորդը Զորի Բալայանն է, քաղաքացիական հագուստովը Վասիլի Աթաջանյանն է։ Հիմա վարորդին մոտեցավ եպիսկոպոս Պարքևը, մնացածին չեմ ճանաչում, հավանաբար զինվորականներ են։ Նշենք, որ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Հայաստանի մի խումբ քաղաքացիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ինքնիշխանության ապօրինի զավթման եւ Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ։ Ադրբեջանի Խոջալույի շրջանում զանգվածային գերեզման է հայտնաբերվել։ Հայտնաբերվել են մարդկային մնացորդներ եւ հագուստի տարբեր իրեր։ Տեղում են գտնվում լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ազատագրված տարածքներում շարունակվում են Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների որոնումները։ Ապրիլին անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է 2 թաղում։ Դրանցից մեկը գտնվում է Ասկերան Խոջալու ճանապարհին։ Ենթադրվում է, որ այստեղ գտնվում են 7 մարդու մնացորդներ։ Ընդհանուր առմամբ ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է 25 զանգվածային գերեզման։ Հայտնել է ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Մամեդովը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի այն զորամասում Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կիրառման եւ զարգացման դեպարտամենտի պատվիրակության մասնակցությամբ Թարլան 2025 համատեղ անօդաչու թռչող սարքերի համատեղ վարժանքների պլանավորմանը նվիրված համաժողով է անցկացվել։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է Թարլան 2025 համատեղ անօդաչու թռչող սարքերի վարժանքների նպատակների եւ խնդիրների վերաբերյալ ճեպազրույց, որոնք նախատեսվում է անցկացնել Բաքվում այս տարվա հուլիսին։ Նշվել է, որ առաջիկա համատեղ վարժանքների շրջանակներում հիմնական ուշադրությանը կկենտրոնանա անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողությունների պլանավորման, անցկացման եւ գնահատման հմտությունների զարգացման, տարբեր երկրների ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավման եւ անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության ամրապնդման վրա։ Պաշտպանության նախարարության եւ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված 2025 թվականի համատեղ գործողությունների ծրագրի համաձայն գրասենյակի ներկայացուցիչները այցելել են ռազմաօդային ուժերի զորամասերից մեկը։
Պատվիրակությունը ծանոթացել է զորամասի կենցաղային պայմաններին եւ անձնակազմի ապահովմանը, բժշկական կենտրոնում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակին եւ նրանց մատուցված բժշկական ծառայություններին։ Զինվորականների հետ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Օմբուդսմենի ապարատի աշխատակիցները պատասխանել են անձնակազմին հետաքրքրող հարցերին։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկությունները ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։